ընդունելու համար, առաջին թեման, որի մասին կխոսենք, դա այս երկրի խայտառակ իրավիճակն է, այսինքն կրիմինալ, բեսպրեդել, եթե այսպես կարելի է արտահայտվել, տեսնում ենք ինչ իրավիճակի մեջ է երկիրը, ամեն օր սպանություններ, դանագահարություններ, ինքնասպանություններ եւ ծեծկռտուքներ, եւ այս ֆոնին Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանությունը բավականին լավ է աշխատում եւ դրանից մի քանի ժամ հետո աշխատանքից ազատվեցին ձեր հետևում գտնվող փոխոստիկանապետները, խնդրեմ, ինչի դրսևորում էր սա, ինչ է կատարվում իրենց ներսում։ Շնորհակալություն հրավերի համար։ Այս կարճ ճանապարհահատվածը, որ եկա այստեղ հասա, լրատվամիջոցն էի նայում հայկական լրատվամիջոցների տեղեկատվությունը, կարդացի, որ Երևան City-ի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։ Չկա այնպիսի օր, որ մենք արթնանանք, չտեսնենք կրակեցին, սպանեցին, սրախոխող արեցին, գդացիրով գլուխը չգիտես ինչ արեցին, ամեն օր մենք ականատես ենք լինում այս իրավիճակին։ Էլ չեմ ասում, բռնեցին, ձերբակալեցին, գրավի դիմաց բաց թողեցին, տնային կալանք տվեցին, նորից տարան, նորից գրավի դիմաց բաց թողեցին, հետախուզում հայտարարեցին, բռնեցին, բերեցին, խոսեցին, տարան։ Իրական խառնաշփոթ եւ իրական ողբերգություն այս առումով, որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում։ Այս ջերմ ժողովուրդը, իրար ապրումակցող ժողովուրդը այսօր դարձել է իրար սպանող, իրար հոշոտող, իրար միս կրծող, իրար կոկորտ կրծող ժողովուրդ։ Բոլորին չի վերաբերվում, բայց ցավոք մենք տեսնում ենք որդին հորն է սպանում, հարևանը հարևանի տղային է սպանում, մայրը որդուն է սպանում, մի ամբողջ թաղամասի քրյա ծին տար դուրս է գալիս, ինչ որ մեկի չգիտեմ ինչի համար իրար են ծրիվ տալիս։ Սա գիտեք ինչի արդյունք է, սա իշխանության զավթողների ստեղծած միջավայրի արդյունքն է։ Իրենք են այս ատելությունը ամեն ժամ ներարկում, էլի եմ ասում, մեր ժողովրդի մեջ, որոնք եւ ջերմ են, եւ հյուրընկալ են, եւ ապրումակցող են։ Գնացեք փորձի համար մի գյուղ, անծանոթ մեկի դուռը թակեք, ասեք սոված եմ, ներս կհրավիրեն կտանեն, բայց ամեն օրվա այս ներարկվող ատելությունը ընտանիքի անդամներին է իրար հետ դարձրել թշնամի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ գոհ է ոստիկանության աշխատանքից, այնպես չէ, որ այսօր եթե հարցնեք, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոստիկանության աշխատանքից։ Ես անցած օրը այստեղ ասացի, որ 28,000-անոց բանակ պահում է մի մարդու անվտանգություն։ Մի մարդու։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը գոհ կլինի ոստիկանությունից։ Բայց սա էլ է կարևոր խնդիր։ Այնինչ կատարվում է մեր ներքին կյանքում, այս իրենց բուծած ատելության արդյունքում եւ դարձել է անվերահսկելի, հիմա կուզեն 3 փոխոստիկանապետ հեռացնեն, կուզեն իրենց ստեղծած միջավայրն է։ Առաջին հերթին պետք է ոչ թե այս 3 փոխոստիկաները հրաժարական տային կամ ազատվեին աշխատանքից, պետք է նախարարը անմիջապես այսքան սպանությունների ֆոնին անմիջապես պետք է դիմում գրեր հեռանար։ Ինձ մոտ նույնիսկ կասկած կա, որ սա նույնպես թելադրված միջոցառում է իշխանության համար, որ իրականացվում է ներսից, այսպես ջլատել, ներսում սպանել, ներսում խեղդել հայ հասարակությանը ու անպագորգոր ասել, որ սահմանին կրակոց չկա։ Իրականում այսօր մեր թիվ 1 խնդիրը մեր անվտանգության խնդիրն է։ Անվտանգություն, որը չունենք, խաղաղություն, որը չունենք։ Տեսեք ինչ է ասում Ադրբեջանը, ասում է չկա մարտական մի առաջադրանք, որ Ադրբեջանը չի կարող իրականացնել այսօր, եթե պետք լինի Հայաստանի նկատմամբ։ Չկա նման մարտական առաջադրանք։ Ինչ կարող է անել հայկական զինուժը։ Տեսեք նույն Բաքուն ասում է համարյա լուծարել են բանակը, բանակի զինվորների ծառայության ժամկետը կրճատել են, թվականակը կրճատել են, այնպես էլ մի ուրախացած ասում է պրիսյագից հետո 2 օր էլ տուն ենք թողելու, մի շաբաթ էլ կարող եք թողնել։
անհասկանալի PR հանուն ընտրության, անհասկանալի ցույց են տալիս մեր բոլոր դիրքերը, խրամատները, իբր թե մենք տեսեք ինչ ենք, չէ՞ որ 30 տարի ի վերջո կառուցվել են, չէ՞ այդ խրամատները, ի վերջո ունեցել ենք, չէ՞ կահավորված դիրքեր, բայց երբեք այդպես ի ցույց չի դրվել։ Ում համար են ի ցույց դնում, ում համար են PR-վում, ում ինչ են աչք մտցնում, ում ինչ են հասկացնում, ինձ համար անհասկանալի է։ Ասում են, մեզ էլ վախեցնում են, ասում են, տեսեք, այ որ մենք չընտրվենք, թրիփ չի լինի։ Թրիփը էս սրանց համար, այդ մեր անվտանգության, խաղաղության երաշխավորն է, այ դրա համար իրենք սառեցրեցին հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, դրա համար բանակը բերել հասցրել են այս վիճակին, եւ հիմա իրականում ինչ է այդ թրիփը, թրիփը մի ՍՊԸ է, Ուրի մեծ բան չէ, ՍՊԸ, որի բաժնետոմսերի 76%-ը Միացյալ Նահանգներին է պատկանում, 24%-ը Հայաստանին, եւ այդ ՍՊԸ-ն ընդհանրապես ստորագրվել է Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած համաձայնագրի արդյունքում, սա նույնիսկ միջազգային պայմանագիր չէ։ Այստեղ նույնիսկ կողմերը իրար նկատմամբ անվտանգության առումով պարտավորվածություն չունեն։ Հիմա եկել մեզ ասում են, մենք չլինենք, այդ ՍՊԸ-ն չի լինի։ Այստեղ գալուց տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում ելույթ է ունենում եւ ասում է, մենք փորձում ենք հիմա մեր հարաբերությունները լավացնել Ռուսաստանի հետ, կարևորում է Ռուսաստանի նախագահի դերը Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում, ասում է, որ շատ վճռորոշ էր այդ դերը եւ այլն։ Հիշում եք, մի 20 օր առաջ ինչ էին ասում սրանք։ Ասում էին հիբրիդային պատերազմ են սկսել, մի վայնասուն էին կապել, ասում էին փողեր ուղարկեք, այս պատերազմը դադարեցնենք արտաքին հիբրիդային, բերեք, այստեղ էլ որ մեկը մի բան ասում են ռուսաստրուկ կամ ռուսի շպիոն կամ էս կամ են, դուք դարել եք աշխարհաքաղաքական թափառաշրջիկներ, ամենտեղ տերեր եք փնտրում, ամենուր տերեր եք փնտրում։ Հիմա էլ մեր ժողովրդին խափում եք, որ տեսեք, մենք չգանք թրիփ չի լինելու։ Այնքան ՍՊԸ-ներ են լուծարվել գնացել, այս մեկն էլ թող լուծարվի։ Ասեմ, որ իրականում թրիփ չլինելը շատ մեծ օգուտ է Հայաստանին, որովհետև ում համար թրիփ, ում համար ՍՊԸ, ում համար դա Զանգեզուրի միջանցք է։ Եվ մեզ էլ ասում են, տեսեք, խաղաղություն, սահմանի ոչ մի զոհ չկա։ Դու այստեղ ուզում ես մեզ կերակրես, որ սահմանին ոչ մի զոհ չկա, իսկ Ալիևը քեզ ինչ հանձնարարում է, գլուխդ կախ իրականացնում ես։ Չկա մի հանձնարարություն, որ ձեզ տված լինեն, դուք ձեր գլուխը կախ չիրականացնեք։ Չկա, ես չեմ տեսել նման մի հանձնարարություն։ Ասում են Բաքվից, ասում են մենք չենք գա Հայաստան եւ չենք մասնակցի եվրոպական քաղաքակրթության այդ համայնքի գագաթաժողովին։ Բա այդ ինչ խաղաղություն է, որ Ալիևը չի գա Հայաստան, որովհետեւ կեղծ է, որովհետեւ չկա խաղաղություն։ Այ Ալիևը մի քանի օր առաջ շպիոներ էր ուղարկել Հայաստան։ Տարակ ծաղկաձորով բան լավ ման տվեցիք, ճանապարհեցիք։ Շպիոներին բերում հետ եք ճանապարհում։ Նրանք գնում ինչ պետք է զեկուցում են։ Ալիևը Հայաստան չի գա։ Եվ սրանով Նիկոլ Փաշինյան քո դերը շրիշակից ներքև է իջեցնում։ Ոչ միայն քո դերը, այլ նաև քո այդ անպագորգոր խաղաղության կոչվածի դերը։ Անպագորգոր ասում եք, խաղաղություն է, ենթադրում է, որ պետք է փոխադարձ այցեր լինեն։ Չկա այդ այցը, որովհետև քո կեղծ խաղաղությունը միայն մեզ համար է։ Ալիևը գիտի, այսօր ասում են, որ պետք է արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքը անպայման իրականացվի։
Ադրբեջանը իր ծրագրերն է իրականացնում, դու այստեղ Բաքվի ծրագրերն ես իրականացնում, մեզ էլ ասում ես փայփայեք խաղաղությունը։ ՍՊ-ով որևէ երկիր խաղաղության չի գնում։ Չկա աշխարհում մի երկիր, որտեղ ՍՊԸ լինի ու այդ ՍՊ-ն ասի ես եկել եմ ձեզ խաղաղություն բերելու, ՍՊ-ի 76%-ը մի երկրին լինի, մնացածն էլ մեկ այլ երկրի ու այդ ՍՊ-ն խաղաղություն բերի։ Դրա համար կան ռազմական կառույցներ, դրա համար կան դիվանագիտական հարաբերություններ, կան աշխարհաքաղաքական ըմբռնումներ ու մոտեցումներ։ Սա միակ երկիրն է, որտեղ գողերի, սուտասաների իշխանությունը ուզում է մեզ ՍՊ-ով կերակրել, թե իբր Հայաստանի խաղաղություն է բերում։ Դուք սուտասաների, գողերի իշխանություն եք։ Հիմա էլ տեսեք, օրինակ, այս մեկը դրսում է չի կարող լինել վարչապետ, այն մեկը քաղաքացի չի կարող լինել վարչապետ, այս ձեզ որ պետք է լինում, ամեն ինչ էլ հնարավոր է լինում։ Այս իշխանության մեջ ինչքան մարդիկ կան, որոնց մասին չեն հրապարակել, այլ երկրի քաղաքացիներ են։ Շատ կան, չէ՞։ Այս իշխանության մեջ այլ երկրի քաղաքացիներ շատ կան, չէ՞։ Հիմա ասում են այն մեկը, որ դրսում է ապրում, նա չի կարող վարչապետ լինել։ Այդ դրսում ապրող մեկը, կոնկրետ ասեմ, օրինակ, գեներալ Արշակ Կարապետյանը մի 100 անգամ շատ ավելի գործ է արել մեր երկրի պաշտպանության համար, կանգնած է եղել մեր երկրի պաշտպանության ակունքներում, քան այս դասալիկների ամբողջ ոհմակը, ամբողջ խմբակը։ Հիմա էլ այն մեկը չի կարա, այս մեկը դուք մտածեք, թե ձեր քաղաքական ուժի ներսում քանի հատ այլ երկրի քաղաքացիներ կան, ու հետո քաղաքացիությամբ չի որոշվում մարդը իր երկրին ու հողին ինչքան է ծառայել ու ինչով է պատրաստ ծառայելու։ Այն կհիշեք մի նախագահ կար Արմեն Սարգսյան, եկավ կանգնեց, ասեց ես հրաժարվել եմ Բրիտանիայի քաղաքացիությունից, մենք այդպես էլ չիմացանք, քանի երկրի քաղաքացի, եկավ իր հանձնարարությունը մեր երկրի ներսում կատարեց, փասափուսեն հավաքեց ու փախավ, հրաժարական էլ չտվեց, փախավ դրսից ասեց ես էլ ձեր նախագահը չեմ, եկավ հանձնարարությունը կատարեց ու գնաց։ Հիմա եկել են դատում են, մեկը դրսում է ապրում, մեկը քաղաքացի չի, մեկը դուք ձեր մասին մտածեք, ընկճախտի մեջ եք ընկել արդեն, ու չգիտեք ինչ մոտեցում դրսևորեք։ Սահմանադրություն, ձեզ երբ պետք եղավ, դուք սահմանադրություն ոտնահարելով գնացիք, տրորելով գնացիք այս սահմանադրությունը, կա մի օր, երբ դուք սահմանադրություն չեք տրորում։ Այն պորտաբույց կառույցի ղեկավարին դիմում ես, ասում է ես դրա պատասխանատուն չեմ, սահմանադրական դատարան դիմում ես, դրա պատասխանատուն չեմ, ԱԱԾ-ն չի, ՊՊԾ-ն չի, դատախազությունը չի, ամեն օր սահմանադրություն է ոտնակոխարվում այս երկրում։ Մինչև հունիս ամիսը պետք է ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողեր, բայց պետք է մի բան պարզել, որ օրակարգ չի դառնում Հայաստանում այն փաստը, որ Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանությունից փախած հայերը, ովքեր բառից բուն իմաստով մազապուրց էին ունում մահից եւ փախել են Հայաստան, պետք է նույնպես, իսկ նրանք 500,000-ից ավել էին, պետք է նույնպես բարձրացվի այն հարցը, որ իրենք պետք է վերադառնան Ադրբեջան, իրենց այսպես ասած պատմական հողերը։ Ընդամենը ավելի թարմ տեղեկություն 150,000 արցախցի դարձավ գաղթական։ Այսօր արցախցիների յետ վերադարձի իրավունքի մասին խոսվում է։ Ասում է փակել ենք այդ թեման, չկա։ Արցախ չկա, որ գնում էին լոճած, ասում էին մեր հայրենիքն է, տանձունուր էին վերցնում, լափում էին, ասում էին մեր հայրենիքն է, մեր տրնգի էին այնտեղ պարում, չգիտես ինչ էին անում։ Հիմա վախենում են, ասում են չկա այդ թեման փակ է, չխոսեք, իրենց այդպես են ասել։ Հիմա դուք ասում եք Սումգայիթցիների, բայց Ադրբեջանը կոնկրետ
հստակ քաղաքականություն է իրականացնում, երբ որ դուք ասում եք այդ ադրբեջանցիների վերադարձի կազմակերպություն, նա այդ կազմակերպությունը նաև հստակ ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից, կոնկրետ լուրջ գումարներ են ներդրված, ըստ իմ տեղեկությունների արդեն մոտ 100,000 ադրբեջանցի փաստաթղթավորվել է, որ պետք է վերադառնա Արևմտյան Ադրբեջան իրենց խոսույթով այդ տարածված տարածք։ Դրա համար հիմա հենց այնպես այս իշխանությունը ոչինչ չի անում, դրա համար հիմա սկսել է դպրոցների փակման գործընթաց, միայն 26 թվականին նախատեսված է 230 թե 31 դպրոցի փակում, դրանց առյուծի բաժինը ընկնում է Սյունիքի մարզին, ինչ է նշանակում գյուղում դպրոց փակել, գյուղում դպրոց փակել նշանակում է դատարկել գյուղը, այդպիսի մի օրինակ Լեռնամերձ գյուղն էր Գեղարքունիքի մարզի, որտեղ փակեցին դպրոցը, թե իբր կկառուցեն, չփակեցին, քանդեցին դպրոցը, կկառուցեն, 2 ամիս առաջ դեռ չէին կառուցել, հիմա չգիտեմ, 45 ընտանիքից մնացել էր ընդամենը 18 ընտանիք գյուղում։ Որևէ գյուղում, երբ որ դպրոց են փակում, դա ռազմավարական ու անվտանգային նշանակություն ունի այդ փակումը։ Որևէ գյուղում, եթե դպրոց են փակում, նշանակում է գյուղը դատարկում են իրենք։ Սա հատուկ մշակված պլան է, որ Փաշինյանական իշխանությունը սկսել է, ասում են մենք դպրոց ենք կառուցում։ Իսկ ձեզ ով է ասել, որ եթե գյուղում կա 50 տնտեսություն, այդ գյուղը չպիտի դպրոց ունենա։ Տղայեք, բերեք գյուղերը բնակեցրեք, ոչ թե գյուղում դպրոց փակեք, ասեք բնակչություն չկա, հետո բերեք բոլորին լցրեք Երևան ու տարածքներ, ասեք դատարկեն, բա մեզ պետք են դժգույն տարածքներ են դրանք, այլ բնակեցրեք, ծրագրեր իրականացրեք, մարդկանց տարեք Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Գեղարքունիքի մարզ, տարեք գյուղերը բնակեցրեք, ոչ դուք միտումնավոր դպրոցներ եք փակում, որովհետև դուք Ալիևի հետ նույն ծրագիրն եք մշակում, Հայաստանի հանձնման ծրագիր է եւ ես հիմա ուզում եմ ինչի եմ անդրադառնում հունիսի 7-ին, եթե մենք ուզում ենք ապրել այս երկրում, մենք չենք ուզում կիսել արցախցիների ճակատագիրը, վերցնել ճամպրուկը ու դուրս գալ մեր երկրից, հունիսի 7-ին պետք է ոչ ասել հող հանձնող ստախոս ու գող իշխանություններին։ Երեք ամբողջ օր այսպես ռիլեր եմ նայում, թերթում եմ, ինչքան սուտ եք խոսել դուք, ասենք մարդիկ չեն ալարել, դրել տարբեր թվերի իրենց խոսակցություններն են, հիմա անդրադառնամ թոշակներին, ասում էր ինչ անենք, բոլորի պարգևավճարը կտրենք, որ իրենց թոշակ տանք 1000 դրամով, դա ասել էր 20 թվականին, հետո գալիս է 25 թվականը, ասում է, որ չենք կարող տալ, որովհետև թոշակառուն այնքան անգրագետ է, հա, էդ էր իրենց, այնքան դեբիլ է, որ ինքը չի կարա 10,000 դրամը կառավարի ու ծախսի։ Եթե թոշակառուն ձեր տված 35,000 դրամը կառավարում է, ամիսը փակում է, նշանակում է 10-ն էլ 20-ն էլ 100-ն էլ կկարողանա կառավարել։ Բայց քանի որ դուք չեք ուզում, դուք այդպես եք ասում։ Հիմա 3 առավոտ, այսպես Փաշինյանի աչքի տակն էլ ինչ-որ կարմիր բծով դուրս է գալիս, այսպես մի բանով լավ լուր թոշակները բարձրանում են։ Տրանսպորտով է գալիս այստեղ, մի տարեց տղամարդ խոսում էին ավտոբուսում, ասեց ընտրություն ստեղծող հերդ շուն դառնա։ Ասում եմ ինչի եք այդպես ասում։ Դե ասում է ընտրաթոշակ է հիմա էլ Նիկոլը որոշել տալ։ Դուք 26 թվականի բյուջեում չէիք նախատեսել այս թոշակների բարձրացումը։ Հիմա իհարկե դուք պարտավոր եք բարձրացնել, բայց ինչու ընտրությունից 2 ամիս առաջ։ Դուք պետք է բարձրացնեիք 24 թվականին, 23 թվականին, 21 թվականին, 25 թվականին, 26 թվականին։ Դուք միշտ եք պարտավոր բարձրացնել։ Բայց երեկվա այդ լավ լուրից հետո ես սիրում եմ այսպես ամեն ինչ վերլուծել, հասկանալ։ Այսօր առավոտյան մտել եմ հարավ-արևմտյան թաղամասի մի մեծ խանութ։ Շրջում եմ խանութում, վաճառողու հետ եմ խոսում, ասում եմ գնային փոփոխությունները շատ են, ասում է, այո, այսօր առավոտյան կատնամթերքը թանկ ենք ստացել, ձեթը թանկ ենք ստացել, ալյուրը թանկ ենք ստացել։
Առաջին անհրաժեշտության ինչ-որ այսպես մթերքների անուններ էր նշում, որ սուրճը թանկ ենք ստացել, շաքարավազը թանկ ենք ստացել։ Սիրելի պապիկներ, տատիկներ, ձեր կաշին քերթելու է, իր տված 10,000 դրամից 30,000 հետ է տանելու ձեզանից, հիշեք։ Ամեն օր խանութ գնալուց տեսեք ինչ ապրանք եք թանկ առնելու։ Այս իշխանությունը գթությունից ելնելով չի, որ ձեզ որոշեց, չէ, հասկանալի է։ Շատ լավ տեսա, որ թոշակառուները իրենց լափած պարգևավճարների ֆոնին խիստ զայրացած են, հիմա մտածեց, ասելով, որ բարձրացնելու եմ, մտածեց, որ պետք է թոշակառուների ձայնը տանի։ Բայց այստեղ էլ խապկանք կա, 10,000 դրամ ստանալու է ոչ թե 630,000 թոշակառու, այլ առնվազն 70,000 թոշակառու, որովհետև 10,000 դրամ ստանում է ամենանվազագույն թոշակ ստացողը, 31,000 թե 20 քանի հազար ստացող թոշակառուն է ստանում։ Օրինակ 40,000 ստացող թոշակառուն այդ 10,000-ը չի ստանալու, նա կստանա ստերևույթին 5,000, 3,000, այդ սանդղակ է սահմանված։ Հիմա առավոտյան արթնանում եմ, տեսնեմ մի պես ամբողջ այդ խմբակը մտելա թոշակ, չեք ամաչում։ Դուք վերլուծել եք ձեր տված թոշակը, հիմա որ նույնիսկ բարձրացրել եք հարևան Վրաստանի ամենացածր թոշակառուի թոշակի հետ։ Օրինակ հարևան Վրաստանում նվազագույն թոշակը կազմում է 52,000 դրամ։ Հայաստանում նվազագույն թոշակը մոտավորապես 40,000 է, եթե բարձրանա։ Վրաստանում դուք տեսել եք գների քաղաքականությունը ինչպես է կարգավորվում, գնային քաղաքականությունը։ Այստեղից լավ գիտեք, գնում են Վրաստան, մարդիկ իրենց համար տնային, կենցաղային իրեր, առաջնային սնունդ, ամեն ինչ էլ բերում են, ջրի գնով։ Այսինքն, եթե Վրաստանում 52,000 դրամ ստացող թոշակառու նույնիսկ կկարողանա ապրել, որովհետև այնտեղ գները շատ ու 10 անգամ, 20 անգամ, 30 անգամ ավելի էժան են, որոշ ապրանքատեսակների մեջ նույնիսկ 100 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում, հիմա դուք 2 կոպեկ ավելացրել եք, արդեն առավոտվանից խանութներում թանկացումները սկսել է, ու մի հատ էլ ձոնում եք, թե թոշակ։ Այն պապիկը լավ էր ասում, ընտրություն ստեղծողի հերը շուն դառնա։ Իսկապես լավ էր ասում։ Գիտեք, ես ամաչում եմ, որ այս խմբակն է այսօր ղեկավարում է այս երկիրը։ Սրանք մեծ թատրոնի չհաջողված դերասաններ են, մեծ թատրոնի։ Տեսեք, երեք ասում են Վիոլա ջուրը բան է, սա ջուրը կրճատում է, ջուրը անջատում է, ջուրը էս, ջուրը այն, հետո երեկոյան ասում են, գիտեք, մենք որոշեցինք ձեր հանցավոր անգործության արդյունքում մենք այսօր ունենք Վիոլա ջուր։ Իշխանության եւ մնացած բոլոր կառույցների ջրային կոմիտեի, կառավարության ղեկավարի ջրային կոմիտեի այն չգիտեմ ծառայություններ կարգավորող հանձնաժողովի եւ Վիոլա ջրի այսօրվա բնութագրիչը մեկն է ձեր հանցավոր գործության արդյունքում մենք այսօր ունենք ծորակը բացում ես ժանգոտ ջուրը լցվում է ցած Երեք իմ ընկերներից մեկը գրել է, դե բանա հիմա մեզ համար մեկ է կլինի չի լինի, Աչափնյակ Բարշինջաղյան փողոց, միևնույն է օրվա կեսը ջուր չկա, Սիլիկյան թաղամաս, միևնույն է օրվա կեսը ջուր չկա, դրանք քույր թաղամասեր են ճանաչվում, Երևանում շատ ու շատ հատվածներ օրվա կեսը ջուր չկա, հիմա մի այնպես ձեր հանցավոր անգործության արդյունքում, ասում է 60% կորուստ ունենք, Ճիշտ եք ասում, 60% կորուստ ունեցող երկրում պետք է դնել ու ասել, մենք խորհրդակցեցինք, որ ջուրը պիտի գրաֆիկով չլինի։ Դուք լավ գիտեք ջուրը ովքեր են գողանում, գողերին էլ լավ գիտեք։ Դուք լավ գիտեք այդ 60% կորստի գողությունը, շատ լավ գիտեք։ Ուղղակի Վիոլա ջուրը, քանի որ պատկանում է ոչ թե օրինակ Սամվել Կարապետյան այլ ֆրանսիական ընկերությանը դուք չեք կարող դա ազգայնացնել։
բախտներդ փորձեք ազգայնացրեք, բա փող եք ուզել է, որ բերեք ստեղ ընտրություններին մարդկանց վրա ծախսեք, փող եք ուզել։ Բոլորին ասում են, դուք բարեգործական հիմնադրամից իրավունք չունեք, դուք ստեղից իրավունք, դուք բայց ինչ եք անում։ Ընտրություններից առաջ ես ինչ մեյմունություններ եք անում, մեյմունություններ, գողեր ու թալանչիներ, ես ինչ մեյմունություն եք անում։ Մի քանի օր է ուշով հետևում եմ բլոգեր Արթուր Չախոյանին։ Սարսափելի կոռուպցիոն բացահայտումներ։ Դուք պատկերացնում եք մի երկրում, որտեղ ամիսներ առաջ $1 միլիոն ներդրում է արվել այգի վերակառուցելու համար, այսօր այդ այգին փլատակների է վերածվում։ Դուք պատկերացնում, ու չկա պատասխանատու։ Գեթ մեկ պատասխանատու չկա։ Արամ Սարգսյան, 2 թաղապետ ունես, երկուսն էլ կոռուպցիայի մեջ թաթախված են։ Են Ավինյանն էլ ասում է բանա, հսկող դրեք հետները, մեկն ալնի ձեզ հսկի, դուք ուրիշին եք ուզում հսկող դնեք, դուք երբ որ տեսնում եք մի ընկերություն տապալել է աշխատանքը, նրան պիտի դատի տակ բերեք նորից տա, դուք ոչ դատի չեք տալիս, այդ ընկերությանը նոր գործ եք տաս, նոր տենդեր եք տաս, որովհետև պորտալարով իրար հետ բոլորը շահկապված եք։ Հենց այնպես որևէ մի ընկերություն չի գալիս այստեղ տենդեր շահում։ Դուք բոլորը պորտալարով շահկապված փողերը ուտում եք երկրի։ Սիրելի ժողովուրդ, ընդամենը մեզ մնացել է մի քանի ամիս։ Նորից եմ ասում, բոլոր խնդիրները մեր երկրում լուծելի կլինեն, եթե ունենանք իրական անվտանգություն։ Բոլոր կոռուպցիոներները, բոլոր թալանչիները, բոլոր գողերը գրողի ծոց կգնան, եթե դուք սթափ ուղեղով գնաք ընտրության։ Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթություն տալով անվտանգությանը։ Հիշեք, երկիր, որտեղ անվտանգությունը չափվում է հայ-ամերիկյան ՍՊ-ով, այդ երկիրը հունիսի կեսերին պատերազմի մեջ է հայտնվելու, հունիսի 10-ին, 11-ին պատերազմի մեջ է հայտնվելու, չուտեք այդ կուտը 10,000 դրամի, 5,000, 3,000, նախ դա ձեր բոլորի, ձեր թոռների, ձեր տղաների, ձեր հարսների վճարած հարկի հաշվին եք դուք ստանում, այնտեղ որևէ մեկը ջանք չի դնում ձեզ, թոշակ բարձրացնելուց իրեն նեղություն տա, 3 միլիոն դեկտեմբերին ամեն մեկը իր գրպանը դրեց, չհաշված, որ 12 միլիոն թիվ 1 իշխանազավթը դրեց, մնացածն 7-8 միլիոն դրեցին։ Քանի տարի այդ 10,000-ն էլ բարձրացրած ապրեք, որ ստանաք իրենց մեկ ամսվա գողոնի չափ թոշակ։ Քանի տարի պիտի ապրեք։ Դրա համար իմ խնդրանքն է չխափնվել այս իշխանության ստերին, սրանք վերից վար սուտ են խոսում, են Պետրոսի մոտ մեկը գնացել է, ասում է, բանա, վարչապետը իր աշխատավարձով է ապրում, լուրջ եք ասում, պետական բյուջեից գոնե հաշվել եք վարչապետի օրական ուտելու ծախսի վրա ընտանիքի ինչքան է գնում, 4-5,000 փող է գնում, պետական բյուջեից, ընդհանրապես դուք հաշվել եք, այդքան ստասաների որտեղից է գտնում տանում լցնում են եթեր սրանք։ Ես վստահ եմ, որ մենք չենք տրվի սրանց խապկանքին, սրանց այս մի քանի ամսվա, չի բացառում, օրինակ հունիսին ասեն էլ այդ 10,000-ը չկա, հետո շատ այսպես ես չգիտեմ, քանի որ իրենք սուտասաների իշխանություն են, հետն էլ ասում են ապրիլի 1-ին, ապրիլի 1-ն էլ ինքը սուտ ասելու օրն է, նույնիսկ ես չգիտեմ, դա հիմա կատակ է, սուտասաների հերթական սուտն է, թե եթե դա էլ իհարկե իրագործվի, բայց հնարավոր է, որ օրինակ հունիսին ասեն բյուջեում փող չկա, ինչպես առողջապահական ապահովագրությունը, մի քանի օր առաջ ինձ հազանգեցին, ասում են հիվանդանոց ենք տարել, ասում են բանա, եկեք մայիսին, հիմա ֆինանս չկա, մարդը չէր կարողանում շնչեր, գնացել է հիվանդանոց, ասել են հիմա դիմել էին նախարարություն, ասել է ֆինանս չկա,
Էս եք դուք։ Էս վերից վար ձեր խոսույթը, ձեր գործողությունը, ձեր բոլոր քայլերը հիմնված են ստի ու կեղծիքի վրա, եւ որպեսզի մենք կարողանանք թոթափել սուտը, կեղծիքը, որպեսզի մենք գլուխներս բարձր քայլենք, որպեսզի արժանի լինենք եռաբլուրին, որպեսզի արժանի լինենք այդ տղաների սխրանքին, որպեսզի կարողանանք մեր երկրում բոլոր հումանիտար խնդիրների լուծումները գտնել, դա գերիների, անհետ կորածների, արտաշինիմում պահանջողների, սոցիալական վատվիճակում գտնվող մեր հազարավոր, 100 հազարավոր, եթե ոչ ընտանիքների, առողջապահական, սոցիալական բոլոր կարգի խնդիրները կարողանանք լուծել, պետք է հունիսին գնալ եւ ուղակի սրանց քվեաթերթիկը գցել աղբարկղի մեջ։ Ընդհանրեն դա պետք է անենք։ Այս ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ունենք շատ ու շատ արժանի մարդիկ, որոնք կգան ու երկիրը այս փոսից կբարձրացնեն։ Ու ոչ թե կնստեն, սպասեն, թե Ալիևի հաջորդ հրահանգը իրենց որն է լինելու, այլ կսպասեն, թե ժողովուրդը հաջորդը ինչ հրահանգ է տալիս իրենց, որ իրենք կատարեն։ Այնպես որ հունիսի 7-ին գնացեք տեղամաս ու հիշեք 12 միլիոն դրամ բյուջեից տարեվերջին գողացողը որոշել է ձեզ ընտրաթոշակ տալ 10,000 դրամ եւ այսօրվանից գները բարձրացել են։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գները թեպետ ամեն օր են բարձրանում, բայց այսօր ավելի ընդգծված էին բարձրացել։ Հիշեք, սա ձեր քթից է բերելու, եթե դուք գնաք ու որոշեք, որ այդ քվեաթերթիկը աղբարկղ չեք նետելու։ Այսքանը։